Փրկիր ինձ, ով Աստված, քանի որ ջրերը իմ անձին հասան, խորունկ տիղմի մեջ եմ ընկղմվում, որտեղ կանգնել հնարավոր չէ։ Խորը ջրերի մեջ մտա, ուր հորձանքներն ինձ ընկղմեցին։ Հոգնեցի ես կանչելուց, կոկորդս չորացավ, աչքերս նվաղեցին իմ Աստծուն սպասելով։ Առանց պատճառի ինձ ատողները գլխիս մազերից շատ են, ինձ կործանող ցանկացողները, նրանք, որ հանիրավի իմ թշնամիներն են, զորեղ են, ինչ որ չէի հափշտակել, վճարեցի նրանց։ Ով Աստված, իմ հիմարությունը դու գիտես, ու մեղքերս քեզանից պահված չեն, քեզ սպասողներն իմ պատճառով թող չամաչեն։ Ով Տեր, զորած Աստված, քեզ փնտրողներն իմ պատճառով թող ամոթահար չլինեն, ով Իսրայելի Աստված, քանի որ քեզ համար նախատինք կրեցի, ամոթը ծածկեց իմ երեսը, եղբայրներիս օտար ու մորս որդիներին անծանոթ դարձա, քանի որ քո տան նախանձն ինձ կերավ, ու քեզ նախանձողների նախատինքը ինձ վրա ընկավ։ Երբ արտասվեցի և իմ անձը խոնարհեցրի ծոմ պահելով, սա ինձ նախատինք համարվեց, քուրձն ինձ հագուստ դարձրի, ու նրանց ծաղրի առարկան դարձա։ Դարպասի առջև նստողները իմ մասին էին խոսում, ես հարբեցողների երգի նյութն էի։ Իսկ ես իմ աղոթքը քեզ է ուղղված, ով Տեր, ընդունելի ժամանակին, ով Աստված, քո մեծ ողորմությամբ, քո փրկության ճշմարտությամբ լսիր ինձ, հանիր ինձ ցեխից, թող չընկղմվեմ, ինձ ատողներից ու խորունկ ջրերից թող ազատվեմ։ Ջրերի հորձանքը թող ինձ չընկղմի, անդունդը թող ինձ չկլանի, ու գուբն իմ վրա իր բերանը չփակի։ Լսիր ինձ, ով Տեր, քանի որ քո գթասիրությունը լավ է, քո առատ ողորմության համաձայն նայիր ինձ, ու երեսդ մի ծածկիր քո ծառայից, քանի որ ես նեղության մեջ եմ։ Շուտով պատասխանիր ինձ, մոտեցիր իմ անձին ու փրկիր այն, իմ թշնամիներից ազատիր ինձ։ Դու գիտես իմ նախատինքը և իմ ամոթն ու իմ անարգանքը, քո առջև են բոլոր իմ ախոյանները։ Նախատինքը սիրտս կոտրեց, ու տխրությամբ լցվեցի, մի գթացողի էի կարոտ, բայց չկար, ու մխիթարողների, բայց չգտա, նաև կերակրի տեղ մաղձ տվեցին ինձ, ու ծարաված ժամանակս քացախ տվեցին խմելու։ Նրանց սեղանը նրանց առջև որոգայթ թող լինի, նրանց բարեկեցությունը նրանց համար թակարդ թող դառնա, նրանց աչքերը թող մթնեն, որպեսզի չտեսնեն, ու նրանց մեջքերը շարունակ դողացրու։ Քո զայրույթը նրանց վրա թափիր, ու սաստիկ բարկությունդ թող նրանց վրա հասնի, նրանց բնակավայրը թող ավերակ դառնա, ու նրանց վրաններում ոչ ոք չապրի, քանի որ հալածում են նրան, ում դու հարվածեցիր, և խոսում են նրա վշտի մասին, ում դու վիրավորեցիր։
նրանց անօրենության վրա անօրենություն դիր, թող չհասնեն քո արդարությանը, կենաց գրքից թող ջնջվեն, ու արդարների հետ չգրվեն, բայց ես աղքատ եմ ու վշտով լի, թող քո փրկությունը, ով Աստված, ինձ վեր պահի, Աստծո անունն եմ փառաբանելու երգով, ու մեծարելու եմ նրան գոհություն տալով, սա եղջյուրավոր ու կճղակավոր եզից ու զվարակից ավելի հաճելի պիտի լինի Տիրոջ համար, հեզերը տեսնելու են սա և ուրախանալու, ու ձեր սիրտը ապրելու է, ով Աստված փնտրողներ, քանի որ Տերը աղքատներին լսում է ու իր բանտարկյալներին չի անարգում, թող փառաբանեն նրան երկինք ու երկիր, ծովն ու բոլոր նրա մեջ շարժվողները, քանի որ Աստված փրկելու է Սիոնը ու շինելու է Հուդայի քաղաքները, որպեսզի նրանք այնտեղ բնակվեն ու այն որպես սեփականություն ունենան, նաև իր ծառաների սերունդը պիտի ժառանգի այն, ու նրա անունը սիրողները նրա մեջ են բնակվելու։